Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր ուզում եմ մի հատ բավականին շատ հետաքրքիր թեմայի մասին խոսենք։ Օրինակ, պատկերացրեք դուք առավոտը արթնանում եք, պատուհանը բացում եք եւ տեսնում եք երկիրը ոչ թե երկրագնդից տեսնում եք տիեզերք ամբողջովին, այլ տեսնում եք երկիրը մի հատ կապույտ գունդ, այսինքն տիեզերքից եք տեսնում դուք երկիրը, կամ ուղղակի Մարսի կարմիր ավազների վրայով սկսում եք քայլերը, դա վաղանցյալում մի քանի տասնյակ տարիներ առաջ դա մեզ համար կլիներ գիտաֆանտաստիկ ինչ-որ ֆիլմից կադրեր, բայց արդեն այսօր գիտնականները շատ մեծ փորձարկումներ եւ շատ մեծ ցանկություն ունեն Մարսի եւ Լուսնի վրա, առաջերտին Լուսնի, հետո Մարսի վրա բազաներ ստեղծել։ Դա իհարկե առաջինը կլինի գիտական բազաներ, հետո շատ հնարավոր է, որ այնտեղ բնակվեն մարդիկ, իսկ ամենահետաքրքիրը կայանում է նրանում, որ այդ բնակչությունը իհարկե շատ մեծ առավելություն կտա երկրագնդի համար ու գիտնականները արդեն սկսել են նմանատիպ մոդուլներ, նմանատիպ փորձարկումներ, սկսել ամբողջ աշխարհով մեկ տարբեր տիեզերական ընկերություններ, մասնավոր ընկերություններ, ինչպես նաև SpaceX-ն է, որը ցանկություն ունի Մարսում բնակեցություն սկսել, NASA-ն է, որը նմանատիպ փորձարկումներ է կատարում, չինական ընկերություններն են, որ նմանատիպ փորձարկումներ են կատարում Լուսնի վրա բազաներ ստեղծելու, հետագայում իհարկե Մարսի վրա բազաներ ստեղծելու համար։ Բայց եկեք հասկանանք ինչու հենց Լուսինը, ինչու հենց Լուսնի վրա են փորձում բազաներ ստեղծել, քանի որ Լուսինը ամենամոտ երկրագնդին բնական արբանյակն է ու երկրագնդից գտնվում է շատ քիչ հեռավորության վրա տիեզերքի մասշտաբներից ելնելով, հենց այդ պատճառով ամենահարմար տարբերակը իհարկե Լուսինն է, որ չգիտեմ, ինչ-որ խնդրի դեպքում երկրագնդից օգնությունը շատ հեշտ կարող է հասնել Լուսին, երկրագնդից կարող են հումքեր ուղարկել Լուսնի վրա, որ այնտեղ նախնական բազանը սկսելու համար, ու դրանից հետո իհարկե մեծ ցանկություն կա Մարսի վրա։ Լուսնի վրա կարող են երկրագնդի հետ շատ սերտ կապի մեջ լինել, Լուսնից դեպի երկրագունդ եւ երկրագնդից դեպի Լուսին ճամփորդություններ անել, ինչու՞ չէ նաեւ տեխնոլոգիա ուղարկել երկրագնդից Լուսին ու Լուսնի վրա հայտնաբերած նոր նյութերը կարող են հեշտ ուղարկել երկրագնդի վրա, այսինքն Լուսնի վրա ավելի մոտիկ է ու Լուսինը բավականին ավելի մոտիկ է գտնվում երկրագնդին, հենց այդ պատճառով առաջնահերթ մտածում են, որ ստեղծեն Լուսնի վրա այդ բազաները, իսկ հետո իհարկե Մարսի վրա դժվարությունը շատ ավելի մեծ է, քանի որ ներկայիս տեխնոլոգիաներից ելնելով միջև Մարս հասնելը մոտորապես 9 ամիս ժամանակ է պետք, այսինքն մարդիկ մոտորապես 9 ամիս պետքա տիեզերքում տիեզերալավի մեջ գտնվեն, մեկուսացած գտնվեն, իհարկե դրա լուծումներն էլ կա ու գիտնականները արդեն երկրագնդի վրա տարբեր իրավիճակներ են ստեղծում, որ մարդիկ որը ժամանակահատված լինեն մենակ ու դրանից հասկանան մարդու հոգեբանական աշխարհը ոնց է փոխվում ու առացարակ հիվանդություն է ձեռք է բերում, թե ձեռք չի բերում, դրա լուծումները ոնց կարող են տալ, այսինքն բոլոր հավանական սցենարները արդեն հենց հիմա երկրագնդի վրա փորձարկում են, որ հետագայում կարողանան այդ բազաները ստեղծել ու շատ քիչ խնդիրների ռազմեն, իհարկե, շատ քիչ խնդիրների հանդիպեն ու այդ խնդիրները կարողանան րոպեական լուծել, քանի որ օրինակ Մարսում երկրագնդից օգնությունը շատ երկար ժամանակ կտևի, որ գա հասնի, Լուսնի վրա ավելի հեշտ է այդ առումով, հենց այդ պատճառով Մարսի բազաների ստեղծումը շատ ավելի մեծ ջանք է պահանջում ու շատ ավելի մեծ աշխատանք է դրա վրա պետք է տարվի ու շատ ավելի մանրակրկիտ, որ կարողանան հենց այդ բազաները ստեղծեն։ Իհարկե նմանատիպ բազաների ստեղծման համար շատ կարևոր հարցերից մեկն է օրինակ շինարարությունը։ Հենց այդ պատճառով է, որ գիտնականները հիմա շատ լուրջ փորձարկումներ են անում ու ինչու՞ չէ երկրագնդի վրա արդեն կան դրա նախատիպերը 3D տպագրության միջոցով ստեղծող շինարարությունն է իհարկե դա, երևի հոլովակներ եք տեսել, որ ինչպես են 3D շինարարություններ կատարում ու պատեր ստեղծում 3D տպագրության միջոցով, դա իհարկե կօգտագործվի Մարսի եւ Լուսնի բազաներ ստեղծելու համար, որովհետեւ
կարծում եմ մի փոքր ռեալ չի լինի այստեղից օրինակ ցեմենտն ու ավազը տանել եւ այնտեղ պատշարել, դա իհարկե չի կալ նման բան լինի, հենց այդ պատճառով 3D տպագրությունը 3D տպագրության միջոցով ստեղծված պատերը կարծում եմ շատ արդիական կլինի Լուսնի եւ Մարսի վրա։ Երկրորդը շատ կարևոր հարցը դա իհարկե սնունդն է։ Հենց այդ պատճառով է, որ գիտնականները հիմա կապսուլաների մեջ ու մեծ կապսուլաների մեջ ի նկատի ունեմ փորձում են բանջարեղեն, մրգեր, ինչու՞ չէ նաև ծաղիկներ, ծառեր աճեցնել։ Դա իհարկե Լուսնի եւ Մարսի վրա շատ պետք կլինի, որովհետեւ այդ ծառերը եւ ծաղիկները ոչ միայն սնունդ են, այլ նաև իրանք արտադրում են թթվածին, որը իհարկե օդը կմաքրի ու օդը ավելի շատ թթվածինով տարված կլինի ու հենց այդ պատճառով այդ բազաները, որտեղ որ մարդիկ կապրեն, որտեղ որ գիտնականները կապրեն, այդտեղ կարող են առանց սկաֆանդր ապրել եւ որովհետեւ այդտեղ թթվածինը կլինի ու հենց այդ ծառերն ու բույսերը կարտադրեն թթվածին, իհարկե արհեստական թթվածինն էլ կստեղծվի, բայց ամենակարևորը որը ծառերն ու բույսերը կլինեն, որը իհարկե շատ պետք է։ Նաև կա շատ կարևոր հարց, դա իհարկե ռադիացիան է։ Հենց այդ պատճառով է, որ հիմա էլի գիտնականները դրա լուծումներ են տալիս ու ստեղծում են նյութեր, որ կարողանան այդ ռադիացիան մինիմալի հասցնեն, արևից եկած ռադիացիան մինիմալի հասցնեն։ Գիտենք, որ երկրագնդում կա շերտեր, որ այդ շերտերը հենց այդ արևից եկած ռադիացիան մինիմալի է հասցնում, բայց Լուսնի եւ Մարսի վրա չկան այդ շերտերը, հենց այդ պատճառով պետք է արհեստական ձևով դրա լուծումը գտնել, ոնց խնդիր այդ լուծել ու գիտնականները տարբեր տեսակի նյութեր են փորձարկում այդ ռադիացիայից խուսափելու համար։ Նաև շատ կարևոր հարց է բնակավայրը։ Իհարկե ամենակարևոր հարցերից մեկն է բնակավայրը, որովհետև մենք Մարսում գիտենք, որ շատ ուժեղ փոթորիկներ են լինում, Լուսնի վրա մթնոլորտը շատ բարակ է ու կարելի ասել մթնոլորտ չկա։ Իհարկե ամենաառաջինը հենց այդ բնակավայրերն է ու կարծում եմ, որ որոշ գիտնականներ նաև օրինակ Մարսի վրա ուզում են գետնի տակ այդ բազաները ստեղծվեն, որ այդ փոթորիկներից պաշտպանված լինեն, որ ամեն ինչից պաշտպանված լինեն, հենց այդ պատճառով գետնի տակ են ուզում ստեղծեն այդ բազաները, որովհետև այնտեղ շատ խորը ճեղքեր կան, որ այսպես ասած քարանձավայր է կա շատ մեծ, հենց այդ պատճառով ուզում են հենց այդտեղ էլ ստեղծեն բազաները, որ ավելի անվտանգ լինի, իսկ Լուսնի վրա կարծում եմ կա վարկած, որ ուղղակի կփորեն ու էլի գետնի տակ կսարքեն, որովհետև ամենաարդիականը հենց գետնի տակն է, որովհետև ամենապաշտպանված այդտեղ կլինի, ոնց որ կրկնակի պաշտպանված կլինի համ հողը կպաշտպանի ռադիացիայից, համ էլ մարդկության կողմից ստեղծված այդ նյութերի միջոցով կպաշտպանվեն։ Իհարկե ամենակարևոր հարցերից մեկը կայանում է նրան, ինչի համար է մեզ այս ամեն ինչը պետք, ինչի համար միլիարդավոր դոլարներ ծախսել, ստեղծել բազաներ Մարսի եւ Լուսնի վրա, հարց է առաջանում ինչու։ Ես կարող եմ այդ հարցի պատասխանը շատ հստակ տալ, դες այդ ուսումնասիրելը ավելի հեշտ կլինի, Լուսնի վրա բազա ստեղծելուց հետո դեզերանավերը ամբողջ դեզեր կուղարկելը ավելի հեշտ կլինի, քանի որ Լուսնում գրավիտացիան շատ ավելի փոքր է, քան երկրագնդի վրա, հենց այդ պատճառով վառելիք շատ քիչ կօգտագործեց ու ամենակարևոր հարցում ամենակարևոր բանը դա իհարկե գումար։ Մասնավոր ընկերությունները, ովքեր որ մեծ գումարներ են ծախսում այդ բազաները ստեղծելու, իհարկե նրանք մտածում են այդտեղից շահույթ ձեռք բերել, դա իհարկե նյութերն են, որը կարող են հայտնաբերել Լուսնի եւ Մարսի վրա, որը շատ պահանջված է երկրագնդի վրա ու ինչու՞ չէ այդ նյութերը կարող են հենց երկրագնդում վաճառել ու մեծ նոր նյութեր հայտնաբերել, որը կարող է մեր տեխնոլոգիան էլ ավելի առաջ տանել ու երկրագնդում կյանքը էլ ավելի բարենպաստ սարքել ու երրորդը շատ կարևոր փաստ, որ կարող են երկրագնդ ոնց որ երկրագնդից դուրս կարող են երկրագնդը ավելի լավ պաշտպանել, դա իհարկե նոր երկնաքարերի շուտ հայտնաբերումը ու ոչնչացումը, ինչու՞ չէ, եթե իհարկե մեզ բաղվիճակվի տեսնել այդ ամենը, այլ մոլորակայինների հայտնաբերումը ավելի շուտ, իսկ Մարսի վրա պրոստը բազա ստեղծելը, որ այլընտրանքային տուն լինի, որովհետև գիտնականները ու առհասարակ բոլորը պետք է հասկանան, որ այս
անվերջություն դիեզերքի մեջ, իհարկե մեծ կարող է եւ երկրորդ տունը պետք լինի, հենց այդ պատճառով Մարսի վրա փորձում են այդ տունը ստեղծել, որը իհարկե կարող են հետագայում մասնավոր ընկերությունները շատ մեծ շահույթ ունենալ, ամենաառաջինը երկնակար որսալ, որովհետև նոր այդ տեխնոլոգիան էլ արդեն ստեղծվում երկնակար որսալու համար, որը պատված լինի ամբողջովին ոսկով, ինչու՞ չէ։ Ու այդ դրանից մեծ շահույթ կարող են ձեռք բերել։ Կամ նես նյութը հայտնաբերել, որը երկրագնդում շատ պահանջված է ու քիչ է երկրագնդում, իհարկե դրանից էլ մեծ շահույթներ կունենան, ու ամենակարևորը, որ ես վերջապես սպասում եմ դրան, դա իհարկե սև մատերիան հայտնաբերելն է, որը մեր տեխնոլոգիան ու առհասարակ մարգությունը կհասցնի մինչև մի 10 քայլ առաջ կտանի եւ իհարկե մենք շատ մեծ առաջընթաց կունենանք դիեզերք ուսումնասիրելու ու առհասարակ ամբողջ աշխարհը ուսումնասիրելու, չգիտեմ, նոր տեխնոլոգիաներ ու նոր շատ կարևոր տեխնոլոգիաներ ստեղծելու համար։ Այսօր այսքանը, հետևեք իմ էջին անպայման, լայքում ենք վիդեոն ու մեկնաբանությունում գրում ենք ամենակարևոր հարցը։ Իսկ դուք ինչ եք կարծում, ինչու է մեզ հարկավոր դիեզերք ուսումնասիրել ու առհասարակ մեզ պետք է այդքան մեծ գումար ծախսել դիեզերք ուսումնասիրելու համար, ու հա, շատ կարևոր հարց։ Իսկ եթե լինի այդ ամեն ինչը բազաները, դուք պատրաստ եք գնալ այնտեղ ապրել, թե ոչ։